Գարուն է, անցումային փուլ, եղանակի կտրուկ փոփոխություններն ազդում են ինքնազգացողության վրա։ Բժիշկն ասում է, այս օրերին նկատելիորեն ավելացել են բուժառուների գանգատները ու այստեղ առաջին շարքում սիրտանոթային հիվանդություններ ունեցողներն են։ Զարկերակային գերճնշումը թռիչքային տատանումներ է ունենում։ Դրա համար են մասնագետները կարևորում տարվա այս ժամանակահատվածում թեկուզ եւ չփոխված ինքնազգացողությամբ բժշկի այցելելը, ասել է, թե գարնանային խորհրդատվությանը հետևելն ու շտկումների անցնելը։ Մեր հոգեհուզական ֆոնն էլ է դառնում շատ լյարդի, շատ տատանողական է շրջանում, գարնանային, դառնում ենք ավելի խոցելի, ավելի զգայուն, ավելի հուզական եւ շատ հաճախ այդ սրտի ցավերը կարելի է գնահատել որպես հենց հոգեհուզական սֆերայի խանգարումներ, ոչ թե որպես սրտի ցավ։ Կերակուրնել ենք փոխում, ծանր ձմեռայինից քիչ-քիչ բանջարեղենային սնունդին ենք վերադառնում, սա էլ օրգանիզմից իր արձագանքն է գտնում։ Լինում են տարբեր խանգարումներ, վքնացության զգացողություն, իժոգաներ, սրտխառնոցներ եւ այլն։ Քիչ գործարած շուտ հոգնում ենք, ձևակերպումը բուժառուների դժգոհությունների շարքից է։ Բժիշկն ասում է, քրոնիկ հոգնածության համախտանիշն է, սա էլ ակտիվ շրջանում է։ Պետք է լրացնենք մեր վիտամինային եւ միկրոէլեմենտային դեֆիցիտը, որ առաջացել է ձմեռային սեզոնին։ Մենք պետք է բարձրացնենք մեր իմուն համակարգը։ Սուր շնչառական վարակներն ի դեպ գարունն էլ են սիրում, ինչպես բանաձևում են բժիշկները։ Մասնագետները պնդում են, սրանք են այս սեզոնին առավել հաճախ բարդացնում վիճակը, հատկապես ուղեկցվող քրոնիկ հիվանդությունների, երբեմն նաև իրենց ոչ բնորոշ սիմպտոմներով են դրսևորվում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։